Այսօր խոսելու ենք մի կարևոր թեմայից, որը խիստ գնահատելի եւ նշանակալի է մեր ինքնության համար, մեր հիշողությունների եւ մեր հարաբերությունների համար։ Այսօր կքննարկենք հիշողությունը, մեր ճանաչողական ֆունկցիան եւ մասնագետի հետ կտանք մեկնաբանություններ, որն է առողջ ֆիզիոլոգիական նորման եւ որ դեպքում է սկսվում հիվանդությունը, մասնավորապես որն ազդում է հիշողության վրա։ Այսօրվա իմ հյուրն է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի նյարդաբանական ծառայության ղեկավար, նյարդաբան Եկատերինա Միխայլովնա Հովհաննիսյանը։ Ողջույն Բժշկուհի Հովհաննիսյան։ Եկեք նախ սկսենք նրանից, ինչ է իրենից ներկայացնում մեր ճանաչողական ֆունկցիան կամ կոգնիտիվ ֆունկցիան, որի մասին շատ հաճախ լսում ենք։ Ինչ է դա իրենից ներկայացնում։ Ճանաչողական ֆունկցիան դա մարդու բարձրագույն մտավոր ունակությունն է աշխարհը ճանաչելու, սովորելու միջոցով, ինֆորմացիա ստանալու, մտապահելու եւ հետո դա օգտագործելու ինչպես իր անձնական, այնպես էլ սոցիալական նպատակների համար։ Այսինքն սա բազմակոմպոնենտ մի իրավիճակ է, մի ֆունկցիա է մարդուն տրված միայն, որը ունի տարբեր բաղադրիչներ, ու դրանցից մեկը հենց հիշողությունն է ու ամենակարևորներից մեկը, որի մասին այսօր կխոսենք։ Այո, տեսեք, շատ հաճախ մենք լսում ենք, որ տարիքի հետ հիշողությունը նվազում է, հա, եթե մոռացկոտություն կա, շատերը դրան անվանում են սկլերոզ, շատերը ուղղակի տարիքային թուլամտություն, կա մի վիճակ, որը ֆիզիոլոգիական նորմա է համարվում, բայց կա մի սահման, որից հետո համարում ենք դա նեյրոդեգեներատիվ, օրինակ հիվանդություն, շատերս լսել ենք Ալցհեյմերի հիվանդությունը։ Որտեղ է այդ սահմանը։ Արդյոք կա ֆիզիոլոգիական նորմա, երբ հիշողությունը անխուսափելիորեն իջնում է, բայց մի շրջան, որը արդեն համարում ենք հիվանդություն։ Տեսեք, հիշողությունը այդ ճանաչողական ֆունկցիայի այն բաղադրիչն է, որը օգնում է նոր ինֆորմացիա սովորել, մտապահել եւ հետագայում դա օգտագործել։ Հիշողությունը դա այն կոմպոնենտն է, որտեղ առաջինն է սովորաբար աչքի ընկնում, երբ մարդու ունի ճանաչողական խանգարում։ Այո։ Այսինքն տարիներով մարդու մոտ կարող է լինել փոփոխություններ, բայց չճանաչվի որպես կոգնիտիվ խանգարում ու հիշողության միայն տուժելու դեպքում է հարազատը սկսում նկատել, քանի որ իրական դեմենցիաների ժամանակ պացիենտը երբեք ինքը չի նկատում, որ հիշողությունը վատացել է, դա առաջինը նկատում են կողքից, բայց միևնույն ժամանակ կարող է ուղղակի մարդու վարքագիծը փոխված լինել, ասենք մարդը հաշվապահ է աշխատել, բայց սկսել է հաշվարկները սխալ անել, այսինքն առօրյայի մեջ պիտի ուշադիր լինել ինչ կար ու ինչն է փոխվել, որպեսզի կարողանալ ճանաչել կոգնիտիվ խանգարումը։ Որոնք են ոչ իրական դեմենցիաները, ինչի նկատի ունեք։ Ոչ իրական դեմենցիաները դրանք պայմանավորված են որոշակի ֆիզիոլոգիական վիճակներով կամ այլ պաթոլոգիաներով, այսինքն այստեղ չունենք նեյրոդեգեներացիա։ Ամենահաճախ հանդիպողը դա դեպրեսիաներն են ու հատկապես երիտասարդների շրջանում, երբ որ մարդիկ բողոքում են հիշողության խնդրից, հիմնականում մեծամասամբ հիմքում ընկած է դեպրեսիվ տրամադրությունը։ Եվ ուղղելով դա մենք կարողանում ենք կարգավորել նաև հիշողությունը։ Այսինքն սովորաբար սրանք դարձելի վիճակներ են։ Այո, դրանք կոչվում են պսևդոդեմենցիաներ։ Նույնիսկ կարող է լինել տարբեր տեսակ մետաբոլիկ փոփոխություններ, հորմոնալ խանգարումներ, այսինքն այն ամեն ինչը, ինչի որոշակի ռիսկի գործոն է հանդիսանում հիշողության համար, փոփոխությունները կարող են բերել այսպես կոչված պսևդոդեմենցիայի, որոնք իհարկե դառնալի են։ Հետաքրքիր է հարցնել, արդյոք եթե մարդ շատ ինտելեկտով բարձր է, օրինակ IQ ունի բարձր, կյանքի ընթացքում ձեռք է բերել մի քանի մասնագիտություն կամ տիրապետում է 5 լեզուների, արդյոք դեմենցիա ունենալու կամ հիշողության խանգարում ունենալու ռիսկերը իր մոտ նվազագույն են։ Իհարկե նվազագույն չեն, բայց համեմատության մեջ կրթված եւ ինտելեկտուալ մարդու մոտ սովորաբար ավելի դանդաղ է զարգանում կամ ավելի ուշ է զարգանում, բայց ցավոք սրտի ոչ ոք երաշխավորված չի դեմենցիա ունենալուց, այսինքն միայն կրթական մակարդակը բավարար պայման չէ այդ ռիսկերը նվազեցնելու համար, բայց իհարկե հարաբերության մեջ երբ համեմատում ենք, բնականաբար ավելի դանդաղ է զարգանում ինտելեկտուալ մարդկանց մոտ, որովհետեւ նեյրոնների քանակը, որը օգտագործվել է կյանքի ընթացքում, շատ ավելի շատ են, ու այդ նեյրոնները ունեն սինապսներ անսահմանափակ նետվորքինգ են առաջացնում գլխում, որտեվ եթե պատկերացնենք համակարգչի հետ էլ համեմատենք, մարդու գլխում կա մոտավորապես 90 միլիարդ նեյրոն, ու նրանցից յուրաքանչյուրը մյուս նեյրոնների հետ կարող է ունենալ 1000-ից մինչև 10000 կապեր, հետևաբար միլիարդներով, տրիլիոններով սինապսներ կան, որոնք օգտագործվում են կամ չեն օգտագործվում, ու բնականաբար դրանք իրենց դերը ունեն որոշակիորեն, ինչ քանակով են կիրառվել եւ ինչքան են մարզվել կյանքի ընթացքում։ Այստեղից ակամա խորհուրդ
օգտագործենք մեր հնարավորությունները, մեր նեյրոնները եւ ուղեղը առհասարակ, ինչքան էլ հումորային է թվում, բայց դրա մեջ ճշմարտություն կա իրականում։ Ինչ կասեք այն մասին, որ այսօր շատերս պնդում ենք, շատ մասնագետներ պնդում են, որ ապրելակերպը, սովորույթները շատ կարևոր են ուղեղի առողջության եւ լավ հիշողություն ունենալու եւ զուգահեռ տանում, որ գadgetների չարաշահումը, նույն այդ թվային դեմենցիան կամ թուլամտությունը կարող է զարգանալ զուտ հեռախոս կամ գadget չարաշահելու։ Արդյոք կա գիտականորեն այսպես ապացուցված փաստ։ Բնականաբար, տեսեք, ռիսկի գործոնների մեծ մասը, որոնք պատասխանատու են կոգնիտիվ ֆունկցիայի համար, մոտ 40%-ով կառավարելու դեպքում կարող են կանխարգելել դեմենցիաները։ Այսինքն, եթե մենք կառավարենք այդ բոլոր ռիսկի գործոնները, մենք կունենանք բարելավում կամ դեմենցիայի քչացում կյանքի ընթացքում, որովհետև առաջիկա տարիներում այդ թիվը աշխարհում հասնելու է մոտ 150 միլիոնի եւ հետեւաբար մի քիչ ավելի ինտենսիվ է պետք աշխատել այդ ուղղությամբ։ Ռիսկի գործոնի առկայությունը չի պարտադրում, որ պարտադիր պիտի դեմենցիա զարգանա, որովհետև սա բազմակոմպոնենտ խնդիր է, բայց ամեն դեպքում, եթե կան ռիսկեր, դրանք պիտի կրճատենք միանշանակ։ Համակարգչային խաղերը իրենք ոչ թե դեմենցիան զարգացնում են, պոտենցում են, այլ իրենք նպաստավոր հող են ստեղծում նեյրոնների միատեսակ աշխատանքի համար, որտեղ արդեն ուրիշ մեխանիզմներ են աշխատում։ Ոնց որ մարդու ուղեղը կենտրոնանում է մի ֆունկցիայի վրա, չի օգտագործում մնացած ֆունկցիաները, որտեղ մեր ճանաչողական ֆունկցիան միայն հիշողությունը չի։ Դա բազմակոմպոնենտ է սկսած տրամաբանությունից, խնդիրներ լուծելուց, հաշվարկներից եւ այլն սոցիալական ճանաչողություն, այսինքն եթե մարդը ամբողջ օր համակարգչի առաջ է ու չի շփվում իր հասակակիցների հետ, միջավայրի հետ, ունի նաեւ այդտեղ խնդիր։ Բնականաբար դա կբերի կոգնիտիվ որոշակիցից ֆունկցիաների։ Ճիշտ է, շատ հետաքրքիր բան ասեցիք, այդ միանմանությունը կամ միօրինակությունը։ Դրա համար սիրելի հեռուստադիտողներ, շատ մասնագետներ, նեյրոկենսաբաններ խորհուրդ են տալիս օրինակ տուն գալուց ճանապարհը փոխել եւ ամեն օր նույն ճանապարհով չգնալ։ Անկամ դա կարող է փոքրիկ մարզանք լինել ուղղի համար, չէ՞։ Մի հարց եմ ուզում շատ տալ, հարցերը շատ են, ցավոք որ ժամանակը սուղ է, փորձում եմ մաքսիմալ հնարավոր բոլոր հետաքրքիր հարցերը տալ, այսպես է հնչում, եթե օրինակ բուժարուն դիմում է այսպես գանգատով, միակ իր գանգատը մոռանում եմ, ծրված եմ կամ շատ մոռացկոտ եմ, որ 3 հարցերն են կամ թեստերը, որ դուք հիմնականում կօգտագործեք, որպեսզի հասկանաք, այստեղ խնդիրը պաթոլոգիական է, թե իրականում զուտ ստրես կամ դեպրեսիա, ինչպես ասեցիք։ Տեստերը բազմազան են, տեստերը եւ Տարիք Կախյալ են եւ Սեր Կախյալ են, շատ տարբերություններ կան, բայց պիտի հասկանալ տվյալ մարդու համար ինչը օգտագործենք, որովհետեւ մարդը պիտի նախ տրամադրված լինի տեստը անելու։ Տեսեք, եթե մարդու մոտ իսկական դեմենցիա է, սովորաբար նրանք փորձում են անել այդ տեստերը, բայց եթե մարդու մոտ պսևդոդեմենցիա, հատկապես դեպրեսիայով պայմանավորված, նրանք ամեն ձև պատճառ են գտնում, որ չպատասխանեն այդ հարցերին կամ այո, փորձում են դիմադրել։ Այդպիսի առանձնահատկություններ էլ կա։ Մինչև հասնելը տեստերին կա հարցերի բազմաթիվ շարան, որտեղից պիտի հասկանալ ինչ ուղղությամբ գնալ, այսինքն կարևոր է ճիշտ անամնեզ հավաքելը ու արդեն անամնեզի ընթացքում էլ կարողանում ես հասկանալ, դիֆերենցիալ, տեստերը ուղղակի օգնում են հաստատել։ Բայց միայն տեստերով չենք կողմնորոշվում, անպայման իրականացնում են գլխուղեղի MRT հետազոտություն, տեսնելու համար ստրուկտուրալ փոփոխություններ կան թե չէ, որոշ դեպքերում արյան անալիզներ, շատ կասկածելի դեպքերում հատկապես երիտասարդ դեմենցիաների ժամանակ ողնուղեղային հեղուկի քննություն մի գործողությունով չենք կարող ախտորոշել դեմենցիա, եթե նույնիսկ կլինիկան ակնհայտ է։ Բոլորիս միևնույն է հետաքրքիր է որն է ամենավաղ դրսևորումը, այնուամենայնիվ կարող ենք ասել, որ ամենավաղ դրսևորումը հիշողության այս պաթոլոգիկ փոփոխման կամ դեմենցիայի ժամանակ միշտ դա կլինիկական է, որտեղ շատերս գիտենք, որ դա տասնյակ տարիներ առաջ process-ը սկսվում է, բայց մենք այդ մասին իմանում ենք շատ ուշ։ Որն է առաջի դրսևորումը։ Դա կլինիկորեն է դրսևորվում, նեյրովիզուալիզացիայի միջոցով ենք տեսնում, եթե անենք իհարկե, թե այլ չափորոշիչ։ Տեսեք, եթե մենք ուզում ենք ախտորոշում դնել, առաջինը պիտի հասկանանք ինչ ենք ուզում հետազոտել կամ ինչ ենք ուզում տեսնել։ Կլինիկորեն դրսևորումները, եթե խոսում ենք Ալցհեյմերի հիվանդության մասին, կլինիկական դրսևորումները սկսում են process-ը սկսելուց արդեն 10 տարի հետո, որտեղ այդ տաու պրոտեինը, բետա-ամիլոիդը իրենց փոփոխությունները բջջի ներսում դուրսում կուտակումները առաջանում են 10 տարի առաջ եւ ժամանակի հետ նոր միայն կլինիկորեն դրսևորվում են։ Այն պահին, երբ որ հարազատը սկսում է զգալ, որ մի բան են չի իր ընտանիքի անդամի հետ։ Առաջինը հարազատն է ամեն դեպքում։ Այո,
որովհետև պացիենտները սկսում են նույն հարցը օրվա մեջ մի քանի անգամ տալ ու չհիշել, որ տվել են այդ հարցը։ Մարդը, որ ամբողջ կյանքը առանց որևէ հաշվիչի հաշվարկներ արել, սկսում է շփոթել հաշվարկներ անելու մեջ, ոչ adekvat վարքագիծ, այսինքն իրեն ոչ բնորոշ վարքագիծ է դրսևորում, ամբողջ կյանքում հանգիստ մարդը սկսել է ագրեսիվ դառնալ եւ առավել եւս եթե այս ամենը երիտասարդի մոտ է լինում, դա շատ ավելի մեծ ահազանգ է հանդիսանում, որովհետեւ այստեղ արդեն բորբոքային տարբեր հիվանդություններ պիտի շղթենք կամ գլխուղեղի օջախային ախտահարումներ, որոնք կարող են պատճառ լինել այդ կոգնիտիվ խանգարումների։ Ուղղակի երբեմն մեր իրականության մեջ հարազատի հանդեպ ուշադրությունը կամ բավարար չի լինում կամ լինում է վերապահումով, այսինքն ակնհայտ մարդը խնդիրներով տեսնում ես, հարազատը շղթում է այդ խնդիրները։ Մի կողմից ամոթի զգացողությունն է, մյուս կողմից հարազատին հոգեբանորեն պաշտպանելու զգացողությունն է։ Դրա համար միշտ պիտի լինենք զգոն ու adekvat, երբ որ մարդու մոտ կան գանգատներ, կան կլինիկական նշաններ, որոնք դու կողքից տեսնում ես ու դա բնորոշ չի իրեն, պիտի այս պարագայում իհարկե դիմել բժշկի օգնության, որտեղ նորից եմ կրկնում, պացիենտը ինքը չի կարող զգալ այդ կոգնիտիվ խանգարումը, եթե դա իրական է։ Նույն հիշողության խնդիրը մարդը հարցը անդադ տալիս է, բայց դա չի նշանակում, որ նա հիշել էր այդ հարցը, ու հաճախ երբեմն տան անդամներին թվում է, թե իրեն ձեռ են առնում նույն հարցը տալով եւ այլն, եւ ավելի ուշ են սկսում ավելի adekvat գնահատել։ Բայց կուզեմ մի բան հստակ հիշենք, տարիքը չի նշանակում դեմենցիա, դրանք հավասարազոր գաղափարներ չեն, որովհետև ճիշտ է տարիքը ռիսկի մեծ ֆակտոր է իր ուղեկցող տարբեր հիվանդություններով, բայց տարիք չի նշանակում, որ մարդը պիտի ունենա դեմենցիա։ Այսինքն Բժշկու Հովհաննիսյանը պնդում հետևյալն է, որ դեմենցիան կամ հիշողության խանգարումը դա տարիքային նորմա չէ, ֆիզիոլոգիական նորմա չէ, որ շատերս կարող են կասկածել, եւ իհարկե ամփոփելով այս շատ կարեւոր դիտարկումը, մենք պետք է հասկանանք, որ քանի որ ցավոք սրտի այս դեպքում ունենում ենք վարքագծի փոփոխություն, սիրելի հեռուստադիտողներ, եթե ձեր հարազատ ունի որոշակի վարքագծային փոփոխություն, անմիջապես մի մտածեք, որ այստեղ հոգեբուժական հիվանդություն է կամ խարան կվերածվի, հա, խարանի, որտեղ շատ հարազատներ հենց դրանից են վախենում ու նույն մերժողական տակտիկան իրենք են դրսևորում, ինչպես եւ հիվանդը, համաձայն եմ։ Եվ եւս վերջին հարցը, ու մենք կատարենք այդ տեստը, որի մասին խոսում ենք մինչև մեր նկարահանումը սկսելը, արդյոք կա կանխարգելում։ Արդյոք հնարավոր է այս հիվանդությունը կամ հիշողության այս վատացումը կանխարգելել։ Եթե խոսում ենք Ալցհեյմերի հիվանդության մասին, կոնկրետ այսօր հստակ կանխարգելիչ միջոցառումներ չկան, ինչպես նաև բուժական տակտիկակայություն չունի, կան ընդհանրապես միջոցներ, որոնք բարելավում են։ Բայց գիտությունը գնում է այն ուղղությամբ, որ ստեղծվել են որոշ վակցինացիաներ, որոնք փորձում են կանխարգելել։ Ուղղակի երևի ժամանակ է պետք հստակ հասկանալու համար դրանք ինչքանով են աշխատում։ Բայց ինչպես նշեցի արդեն 40%-ով ընդհանուր դեմենցիաների թիվը կարելի է կանխարգելել, եթե մենք աշխատենք ռիսկի գործոնների։ Այսինքն անոթային հիվանդությունների շաքարային դիաբետի հետ, զարկերակային հիպերտենզիայի, ծխելու, օդի աղտոտվածության, նույն սոցիալական ադապտացիայի, այսինքն բոլոր ֆակտորների հետ աշխատելով փոփոխելի ֆակտորներով, որոնք կարելի է մոդիֆիկացնել։ Այդ պարագայում մենք կարող ենք ունենալ իհարկե կանխարգելիչ ազդեցություն նաև դեմենցիայի վրա։ Համաձայն եք, որ քիչ թիվ չէ, 40%-ը կարելի է կանխարգելել, տեսեք, վերահսկելի հիվանդության կամ իրավիճակները, որոնք ռեալ են ընդամենը մեկ դեղահաբ ընդունելով կամ բժշկի հետ կապի մեջ լինելով։ Շնորհակալ եմ շատ, սիրելի հեռուստադիտողներ, այս պահին մենք տաղավարում ունենք կամավոր, ով բողոքում է հիշողությունից։ Եվ մենք խնդրեցինք Բժշկուհի Հովհաննիսյանին կատարել կոգնիտիվ տեստ, ինչքան հնարավոր է կարճ, լակոնիկ, բայց եւ շատ դեմոնստրատիվ, որը մեզ կօգնի պարզել արդյոք մեր կամավորը ունի հիշողության խնդիր, թե ոչ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կասեք ինչ կանգատներ ունեք, ինչն է ձեզ անհանգստացնում հիշողության վերաբերյալ կամ առհասարակ։ Պիտի անպայման նշեմ, որ ես կարծում եմ, որ կա հիշողության խնդիր, բայց մի բան եմ ուզում անպայման նշել, բաներ, որոնք ես ուզում եմ, որ իմ հիշողությունը հիշի, ես դրանք հիշում եմ։ Բաներ, որոնք կարծում եմ, որ անկարևոր են, ուղղակի անցնում եմ դրանց վրայով եւ երբեք այլևս չեմ հիշում։ Բայց եթե հրահանգը տալիս եմ, հիշում եմ, հետաքրքիր է, բայց հիմնականում մեծամասամբ աշխատում եմ չհիշել ավելորդ ինֆորմացիաները, ուղղակի չի պահում իմ ուղեղը։ Բնականաբար դա ուղեղի աշխատանքի տարբերակ է, որտեղ ուղեղը ֆիքսում է այն, ինչ իր համար անհրաժեշտ է, այսինքն ընտրողական հիշողության մասին ենք խոսում, բայց ինչևէ, եթե նույնիսկ ունենք գանգատ, որը
ակնհայտ է, որ կապ չունի իրական դեմենցիայի հետ, իրական նեյրոդեգեներատիվ ախտարման հետ, մենք սովորաբար պացիենտներին տեստեր ենք անցկացնում, հատկապես եթե երիտասարդ են լինում տրամադրության տեստից բացի հիշողության որոշակի տեստեր եւ կոգնիտիվ այլ ֆունկցիաների։ Մենք ընտրենք այսօրվա տեստերից ամենապարզունակները, որոնք ցանկացածը կարող է իր հարազատի հետ անել նաեւ տնային պայմաններում։ Ես ձեզ համար կարդամ 5 բառ, մենք հետո կշփվենք մի քիչ ու դուք կփորձեք այդ 5 բառը ինձ վերարտադրել։ Շատ լավ։ Ես կկարդամ մեկ անգամ 5 բառը, դուք կկրկնեք։ Այնուհետև նորից կկարդամ, կկրկնեք ու հետո կհարցնեմ։ Շատ Լավ, գնացինք։ Դեմք, մետաքս, եկեղեցի, վարդ, կարմիր։ Կրկնեք, խնդրում եմ։ Դեմք, մետաքս, եկեղեցի, վարդ, կարմիր։ Շատ լավ։ Եվս մեկ անգամ։ Դեմք, մետաքս, եկեղեցի, վարդ, կարմիր։ Դեմք, մետաքս, եկեղեցի, վարդ, կարմիր։ Փորձեք այս 5 բառը մտապահել, մի քիչ ավելի ուշ կհարցնեմ դրանք։ Հերթականությունը կարևոր չէ։ Կարևոր չէ, հասկացա։ Հիմա կխնդրեմ ձեզ այստեղ մեզ մոտ օգնել նկարել ժամացույց։ Այսինքն անում եք շրջանը, դնում եք ժամացույցի բոլոր թվերը եւ սլակներով ցույց եք տալիս ժամը 11:10։ Շատ լավ, սլակներով ցույց տվեք 11:10։ Մի րոպե հիշեմ դա ոնց են ցույց տալիս։ Սրակը գնում է մեջտեղից 11:10։ 10-ը։ Okay։ Ես այս sense ցույց կտամ 11:10-ը։ Ուսեմ ճիշտ։ Շատ լավ։ Տեստը ես վերցնեմ, ձեզ փորձենք հասկանալ абստրակտ ձեր հիշողությունը։ Օրինակ ըստ ձեր պատկերացման կատեգորիայի ինչ են նարինջը եւ բանանը։ Մրգեր։ Մրգեր, այսինքն այդ նույն ընդհանուր կատեգորիայով փորձենք հասկանալ մյուս տարբերակները։ Ինչն են գնացքը եւ հեծանիվը։ Փոխադրման միջոցներ։ Շատ լավ, ինչ է ժամացույցը եւ կանոնը։ Երկուսն էլ ինչ են։ Չափման միավորներ, մեկը Եկեք ավելի կոնկրետացնենք, չափման ինչ են։ Չգիտեմ։ Դե կանոնը հաստատ չափման սարք է։ Ահա, իսկ ժամացույցը։ Ժամացույցը եւս ժամանակն է, եթե տենց ճակերտներով ասենք, հա ժամանակն է չափում։ Այսինքն երկուսն էլ չափման գործիք են իրենցից Լավ, ներկայացնում։ եթե այդ բառն էի ուզում ինձնից։ Լավ, շատ լավ։ Կարող եք 100-ից 7 անել։ Հա, 93։ 93-ից 7։ 87։ Չէ, 93-ից 7, 86։ 86-ից 7։ 79։ Եվս մեկ անգամ։ Եվս 7 անեմ։ 72։ 72-ից էլ 7։ 65։ Շատ լավ։ Կհիշեցնեք ինձ այն 5 բառերը, որոնք կրկնեցինք երկու անգամ։ Փորձեմ։ Դեմք, մետաքս, եկեղեցի, կարմիր, վարդ։ Շատ լավ։ Շնորհակալություն այսքանը։ Ձեզ եւս շնորհակալ եմ։ Դե ինձ սիրելի արստադիտողներ, ես վերադարձա տաղավար։ Սիրելի Բույժկո Հովհաննիսյան, խնդրենք մեկնաբանեք ինչ տեստեր, երկու բառով եւ ինչ եզրակացրիք։ Տեսեք, իհարկե տեստը ստուգում է շատ ավելի շատ դոմեններ, որոնք մենք այսօր իհարկե այստեղ չարեցինք, որովհետև տեստը պարտադրում է հանգիստ պայմաններ պացիենտի հետ առանձին եւ ավելի կենտրոնացված։ Այո։ Մենք արեցինք այն ամենաակնհայտ տարբերակները, որոնք կողքից սովորաբար նկատելի են լինում։ Երբ որ կարճատև հիշողությունն է տուժած, մարդիկ դժվարանում են 5 բառ հիշել։ Դրա համար հարազատները, եթե ուզեն փորձել ստուգել իրենց հարազատների մոտ կա խնդիր թե չէ, կարող են կրկնել 5 բառ երկու անգամ եւ մի որոշ ժամանակ հետո 10 րոպե, հետո 15 րոպե հետո հարցնել նորից այդ բառերը հասկանալու համար քանիսը կհիշեն։ Եվ դեմենցիայի, իրական դեմենցիայի, որտեղ չհիշելը կարող է նաև ուշադրության խնդիր լինել։ Ամենազգայուն տեստերից մեկը ժամացույցի տեստն է, երբ որ մարդուն խնդրում ես նկարի ժամացույց, դնի թվերը եւ սլակներով ցույց տա այն ժամը, որը դուք կասեք։ Իհարկե այս էլեկտրոնային դարաշրջանում, երբ որ մարդիկ երբեմն իրական ժամացույցից չեն օգտվում, պահի տակ կարող են չկողմնորոշվել։ Դա պիտի միշտ երիտասարդների մոտ հաշվի առնել։ Բայց մարդ, որով ամբողջ կյանքում ժամացույց է կապել թևին ու չի կարողանում ժամացույց նկարել, բնականաբար ահազանգ է այդ պարագայում։ Եվ իհարկե абստրակտ հիշողությունը, պատկերացումը, կատեգորիաները իրար կապել եւ այլն, այս բոլորը հաշվարկներ անելը միշտ ստուգելուց պիտի հաշվի առնենք նախնական մակարդակը
ինչպիսին է եղել, այսինքն թե մարդը դպրոց չի գնացել ու հաշվարկ անել չգիտի, հիմա էլ չգիտի, դա նորմալ է, բայց երբ հաշվապահն է այդ շփոթում, բնականաբար այդտեղ արդեն խնդիր կա։ Դե մենք Ժաննայի հմտությունների եւ հնարավորությունների վրա չենք կասկածում եւ միանշանակ Ժաննայի պարագայում չունենք որևէ խնդիր, իհարկե ոչ, այստեղ արդեն ընտրողական հիշողության մասին է խոսքը գնում, որը առանձին քննարկման թեմա է։ Եվ Ժաննան ինքը խոստովանեց, որ լավ էլ հիշում է ինչ իրեն պետք է, այնպես որ հիշողության որևէ խնդիր մենք չունենք։ Սիրելի հեռուստադիտողներ, խնդրեմ կարող եք մտապահել այս տեստերը։ Բժշկուհի Հովհաննիսյանը հատուկ էր ընտրել հենց թեկուզ 3 ամենատրամաբանական եւ համեմատած հեշտ տեստերը, որոնք դուք կարող եք անել, եթե կասկածում եք, որ ձեր հարազատի մոտ կա հիշողության խնդիր։ Եվ եթե 3-ից մեկը թեկուզ վրիպում կամ սխալ է անում, միգուցե համարենք որպես ազդանշան, որ արժե դիմել նեղ մասնագետի, մասնավորապես նյարդաբանի։ Այսօր պատրաստել էինք այսքանը։ Շնորհակալություն Ժաննա, որ համաձայնեցիր այս տեստին դեմոնստրատիվ մասնակցել։ Եվ մենք խոսեցինք այսօր հիշողության մասին, խոսեցինք ֆիզիոլոգիական նորմայի եւ պաթոլոգիկ արդեն հանդիսացող նշանների մասին եւ իհարկե չմոռացանք քննարկել թեկուզ եւ անհնարին թվացող, բայց կանխարգելիչ մի շարք մոտեցումներ կամ կարտիկներ, որը ըստ բժշկուհի Հովհաննիսյանի կարեւոր են հաշվի առնել հիշողության պահպանման համար։ Այսօր պատրաստել էինք այսքանը, գնացինք առաջ։